Զարմանալիորեն մի քանի անգամ կրկնում եք մի թիվ, որը իրականության հետ աղերս չունի։ Համաշխարհային բանկի նույնիսկ մեթոդաբանությամբ 4-րդ եռամսյակի 24 թվականի ցուցանիշը 36,000 է։ Իսկ առողջապահության նախարարության մեթոդաբանությամբ հաշվարկված 2412 կիլոկալորիականությամբ նվազագույնը 40,979 դրամ, միջինը ավելի ճիշտ նվազագույն սպառողականը 75,811, սա 24-ի 4-րդ եռամսյակի արդյունքներն են։ Տիկին Տիգրանյան, ինձ թվում է այս դահլիճում եւ այս դահլիճից դուրս շատերը կվկայեն ոլորտի կառավարումը, երբ որ կարճ ժամանակահատված է ընդորում եղել, որից շատ ավելի երկար եք հիմա դուք իշխանության, եղել է մեր ձեռքում բարեփոխումներն ու ձեռքբերումները ակնհայտ են։ Մեկն էլ պարոն Արշակյանը կարող է վկայել պարտադիր կուտակայինի դեմ պայքարի շրջանակներում։ Բայց իմ հարցը հիմա շատ պարզ է։ Դուք մանիպուլացնում եք անընդհատ նյութական նորմի եւ ընթացակարգային նորմերի հասկացությունների միջև։ Ես հանձնաժողովի նիստում էլ ասեցի, որ աշխատակազմի առաջարկություններն ընդունելի են։ Հիմա եթե ձեր առարկությունը դա է, խնդիր չկա, մենք դա իրացնում ենք։ Ամփոփեք հարցը։ Պարոն Մինասյան, մի քանի շերտերով էր ձեր հարցը, չգիտեմ որին անդրադառնամ, ձեր ոլորտի կառավարման տարիների ականատեսները ենք, նաև կադրեր ենք, ինչպես հանձնաժողովի նիստում նշեցիք, շատ լավ հիշում ենք այդ բարեփոխումներն էլ, դրանց ընթացքն էլ, արդյունքներն էլ, եւ իմ հնչեցրած թվերը նորից եմ կրկնում, վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալներն են, անգամ ձեր նշած մեթոդաբանությամբ, որ պայմանային սպառողական զամբյուղի արժեքը նվազագույն պայմանային զամբյուղի արժեքը 36,000 դրամ է, դա մեր նվազագույն կենսաթոշակի չափն է, այսինքն այստեղ մենք որևէ հակասություն կամ ոչ համադրելի թվեր չունենք, այն է, ինչ որ մենք ամրագրել ենք մեր ծրագրում։ Մյուսը նյութական եւ անցումային նորմեր, ես դա չեմ մանիպուլացնում, ես ընդհակառակը ասում եմ, որ մենք օրենքում արդեն իսկ ունենք նորմ սկզբունք, որը սահմանված է, հետեւաբար նորմ սկզբունքը կրկնելու կարիք չկա, ես կարող եմ այդ մասին ընդհանրապես չվկայակոչել, ես ընդհանրապես ասում եմ, օրենքում կա այն, ինչը որ ամրագրված է նաեւ մեր ծրագրի մեջ եւ ինչը որ դուք հիմա ուզում եք նորից փոխել ամենևին իրավական տեխնիկայի նրբությունների մեջ չեմ էլ ուզում մտնել, որովհետեւ հարցը սկզբունքային է, ոչ թե տեխնիկական խնդիրներ։ Համեցեք, արձակենք։ Տեսեք, նորից կրկնեմ, հա, 4-րդ եռամսյակի պաշտոնական վիճակագրությունն եմ ցիտում։ Տվյալով համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ հաշվարկված Պարենային զամբյուղի ամսական արժեքը 36,689,7 դրամ։ Նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը 67,875,9 դրամ։ Առողջապահության նախարարության կողմից մեթոդաբանության, որը մենք առաջարկում ենք կիրառել, ամսական ուրեմն արժեքը 40,970,9 դրամ եւ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 75,811 դրամ։ Հիմա ասեք տեսնեմ, այս պահի դրությամբ ձեր կողմից մատնանշված նվազագույն թոշակը որ այս ցուցանիշներին է անցնում, որ մեկին է անցնում։ Դուք ինչու եք հիմա ապատեղեկատվություն տարածում։ Ձեր այսօրվա նվազագույն թոշակ, որ դուք վկայակոչում եք, նույնիսկ 4-րդ եռամսյակի տվյալներով չի բավարարում նվազագույն պարենային զամբյուղի արժեքին։ Ցածր նույնիսկ մեթոդաբանության հաշվարկով։ Պարոն Մինասյան, ես չեմ սիրում մանիպուլացնել բառը, մի քանի երկու անգամ օգտագործվեց իմ խոսքի նկատմամբ, բայց հիմա ես պիտի ձեր հարցադրմանը այդպես արձագանքեմ։ Դուք մանիպուլացնում եք իմ ասածը։ Ես իմ որևէ խոսքում չասացի, որ մեր այսօրվա նվազագույն կենսաթոշակը եւ միջին կենսաթոշակը գերազանցում են պայմանային սպառողական զամբյուղների արժեքը։ Ես ասացի, որ մեր նվազագույն կենսաթոշակը համադրելի է եւ հավասար է պարենային սպառողական զամբյուղի արժեքին։ Ես անցնելու գերազանցելու մասին խոսք չեմ ասել, դուք հիմա իմ խոսքը ուղղակի մանիպուլացնում եք։ Եվ իմ հնչեցրած, այո, նույնիսկ կլսեմ, եւ իմ հնչեցրած տվյալները ես ասել եմ համադրելի, բայց ոչ անցած։ 36-ը հավասար է 36-ի։ Չի կարող 36-ը մեծ լինել 36-ից։ Եվ ինչ վերաբերում է աշխատանքային միջին կենսաթոշակների հաշվարկմանը, ապա գիտեք, որ դա ունի բանաձև։ Բանաձևի համար հիմք ընդունվող մեծությունը մենք արդեն իսկ
փոխել ենք եւ 18000 դրամից դարձել է 24000 դրամ եւ հետեւաբար օրենքում նշել, որ նաեւ աշխատանքային միջին կեսաթոշակը պիտի բավարարի սպառողական զամբյուղի արժեքին, մենք այստեղ ունենք տարբեր գործոններ, որոնք ձևավորում են աշխատանքային կեսաթոշակի արժեքը, բանաձև է, որը դուք ինձանից ավելի լավ գիտեք։ Շնորհակալություն։ Վերջին հարցը Արթուր Խաչատրյան։ Տիկին Տիգրանյան, ես ուշադիր լսում եմ ձեր պատասխանները։ Հիմնական ջգոությունը կամ անհամաձայնությունը, որ դուք ունեիք, այն էր, որ հենա մեր ծրագրում դա կա, ինչի եք ինչ-որ մի խոստում վերցնում եւ օրենքի ուժ տալի։ Ես կարծում եմ բոլոր խոստումները պետք է օրենքի ուժ տված լինեն, որովհետեւ դուք տեսնեք, թե դուք քանի խոստում եք խախտել։ Հələ վերցրեք ձեր հիմա ծրագրի կատարողականների փուլում ենք մենք գտնվում։ Տեսեք, քանի խոստում եք խախտել։ Արտաքին քաղաքականություն, անվտանգային քաղաքականություն, նույնիսկ սպորտային քաղաքականության ձեր խոստումներն եք խախտել, ֆուտբոլը վկա։ Այնպես որ դուք պետք է շնորհակալություն հայտնեք, որ այս օրենքը ներկայացվել է։ Այլապես հեսա գալու ընտրությունները ինչ եք խոսք տալու։ Ինչ եք հաշվետվություն ներկայացնելու։ Դա նենց, որ ասեք, այո, ես կարծում եմ, որ բոլորը պետք է տենց լինեն։ Հարցս հետևյալն է, համադրելին եւ հավասարը տարբեր են։ Այդ ինչի եղավ, որ համադրելին հակառակ տակի հատվածին է գալիս։ 33000, 36000, ոչ, համադրելի բառը հանեք։ Հավասար պետք է լինի առնվազն։ Շնորհակալություն։ Եվ հավասար են այսօր, այո, մենք հիմա հայերենի ոնց որ թե քերականական վերլուծություն ենք անում, քանի խոստում ենք տվել եւ քանիսը իրականացրել եւ ոլորտում սկսած նաեւ ֆուտբոլը, ես հայկական ֆուտբոլի երկրպագու եմ եւ անկախ ֆուտբոլի գրանցած արդյունքներից ես մնում եմ նրա երկրպագուն, թիմի կողքին եմ հաջողությունների եւ անհաջողությունների ժամանակ, ի տարբերություն շատերի, իսկ գնահատականը կստանանք 26 թվականին, երբ որ մենք ընտրողների կներկայացնենք մեր ծրագրի 21-26 թվականի կատարածը եւ նաեւ չկատարածը, եթե կունենանք չկատարածներ եւ օրենքում ամրագրել մի բան, որը կապված է նաեւ երկրի սոցիալ-տեսական վիճակից եւ բյուջեի կատարողականից, դա անիրատեսական է։ Դրա հետ է մեր անհամաձայնությունը։ Կարող եք մեր ամբողջ կառավարության ծրագիրը վերցնել, հատ-հատ դարձնել օրենսդրական նախաձեռնություն եւ բերել մեզ հրամցնել։ Մենք մեր հանձնառությունները շատ լավ հիշում ենք։ Դուք մեզ օգնում եք, իմ գործընկերը հանձնաժողովի նիստին շատ լավ ձևակերպում տվեց, ինչու հանկարծ որոշեցիք օգնել մեզ իրականացնելու մեր ծրագիրը։ Մենք եթե չխանգարեք, շատ հաջող մենք իրականացնենք մեր ծրագիրը։ Արձագանքել եք։ Պարոն Խաչատրյան, արձագանքել եք, համեցեք, չեք արձագանքել, չէ՞ ոնց որ։ Համեցեք։ Տիկին Տիգրանյան, համադրելին եւ հավասարը տարբեր բաներ են։ Լավ, այսինքն 54000-ը 56000-ի հետ կարող է համադրելի լինի։ Հավասարը հավասարին տարբեր են։ Կոպեկ լումա հավասար լինելու խնդիրն է գալիս։ Հիմա դուք ինչ եք ասում, սոցիալական ոլորտի պատասխանատու եք խոսում, կարծես ֆինանսների նախարարը խոսի։ Սա անհրաժեշտ խնդիր է, 100,000-ավոր մեր քաղաքացիների խնդիրն է ստեղ գալիս։ Ֆինանսների նախարար ունեք, թող ֆինանսների նախարարը որոշի ըստ առաջնահերթությունների այդ ծախսերը կարգավորի։ Ինչի՞ եք մտնում ֆինանսների նախարարության գործառույթի մեջ բազմաթիվ անիմաստ ծախսեր կան։ Հələ վաղը կառավարությունը գալու է այդտեղ հարց ու պատասխանի։ Մի քանի րոպե շուտ դուրս եկեք, այդ ճոխ մեքենաների շարքը նայեք։ Երկու փոխվարչապետի համար ինչ են թանգանոց մեքենա առը։ Թող չառնեին։ Ինչ մի փոխվարչապետը գնում Ադրբեջանի այդ լավ մեքենայով գնաց ավելի լավ բանացեց սահմանազատման հարցը։ Ջորիով զրովեցով թող գնան, բայց արդյունք բերեն։ Այնպես որ ձեր պարտականությունները սոցիալական հարց լուծելն է, ոչ թե բյուջեի բացերը փակելը։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Խաչատրյան, մեր պարտականությունը մեզ հիշեցնելու համար։ Ես էլ նաև հիշեցնում եմ, որ մենք մի քաղաքական թիմ ենք խորհրդարանում եւ կառավարությունում, եւ ես մտածելով անգամ եւ հետեւողական լինելով սոցիալական խնդիրների լուծմանը, ես հասկանում եմ նաեւ թե ինչ տարբերակներ պիտի ունենանք այդ խնդիրները լուծելու համար եւ չեմ ասում անպագորգոր բաներ իմ շահառուներին հաջողանալու համար։ Ես այդ պոպուլիստական խոսքերից վեր եմ կանգնում։ Ինչ վերաբերում է հիմա ձեր նշած շքեղ մեքենաներին եւ այլն, ես չգիտեմ, բայց
դա նաև պետության, այո, հեղինակության հարցն է։ Եվ ձեր նշած այդ ամեն անգամ սոցիալական հարց քննարկելուց մեր հարևաններին հիշատակելը ձեր խոսքը դրանից ավելի ծանրակշիռ չի դարձնում։ Գուցե ինչ-որ մեկի ականջին գերզգայական է եւ ինքը ասում է, իմ թոշակի հաշվին գնում են հարևանների հետ եւ այլն անում, բայց դա արդեն հնացած տրյուկ է, խնդրում եմ դա մի օգտագործեք հարևաններին մի վկայակոչեք սոցիալական հարցերի քննարկման ժամանակ։ Ինչ վերաբերում է համադրելի բառերին, ուրեմն պարոն Մինասյանը նշում է համաշխարհային բանկի եւ առողջապահության կազմակերպության բանաձևով, որ պարանային սպառողական զամբյուղի արժեքը 36,000 դրամ է, ես էլ ասում եմ 36,000 դրամը հավասար է 36,000 դրամի, որը այսօր մեր նվազագույն կենսաթոշակն է։ Այստեղ ո՞րն է հակասությունը, ես չեմ հասկանում։ Եվ համադրելի բառի համար խնդրեմ լեզվի պետական կոմիտեն թող տա բացատրություն, ինչը մենք չենք հասկանում այնպես, կարծես երկու տարբեր հայերենով ենք խոսում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ ևս, հարցերն ավարտվեցին։ Այժմ հարակից զեկույցով հանդես կգա աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ